Եղամ Նազարյանը այդ նման որակումներ արել, այո, Աղվան Վարդանյանն է առանձին ճեպազրույցով եւ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկել։ Մի հատ քպեական պատգամավոր ազգանը չեմ հիշում, ես վերջերս հայկական ժամանակին էր դրա ճեպազրույց ինքն էլ ասել, որ պատրել է այդ նամակը, բայց ասենք դա խնդիրություն չի, իրանք այդ ձևով չեն կարող խուսափել իրենց բաժին պատասխանատվությունից, նկատի ունեմ նախ որպես հանրային ծառայող պատասխանելու քաղաքացու ստացված նամակներին, դա իրանց պարտականությունն է, եւ երկրորդը ըստ էության հարցը քննարկել։ Հիմա նախաձեռնությունը ճիշտ ասած պատկանում ազգային ժողովին, այսօրվա եւ առաջիկա հանդիպումների, ես ազգային ժողովի կայքում տեսել եմ տեղեկատվություն, որ հայտարարում է քաղաքացիների ընդունելություն ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի եւ մշտական հանձնաժողովների հետ։ Ես զանգել եմ սահմանված հեռախոսահամարով, գրանցվել եմ բոլոր տեղերը հանդիպումների եւ այսօր ժամը 11-ին հանդիպում կա տարածքային կառավարման եւ անլրիչացում հանձնաժողովում եւ ժամը 2-ին ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մոտ։ Մյուս օրերին վաղը չկա հանդիպում, ամսի 14-ին, 15-ին, 16-ին 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 30-ին էլի կան հանդիպումներ, բոլորին գրանցվել են, բոլորին առանց բացառության։ Ղազարյան, կարծում եք, որ զրույցները ինչ-որ իրավիճակ կփոխեն, պատգամավորները կհասկանան ինչ-ինչ սխալներ, Փաշինյանին նոր պետք է ճանաչեն։ Գիտեք ինչ, ինձ հետաքրքիր չի իրանք ում են ճանաչում, ինչ են ճանաչում, ինչ հարաբերություններ ունեն։ Ես իրանց հետ հանդիպում եմ որպես պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են իրենց լիազորությունները իրականացնեն։ Ես իմ ձեռքին վերցրել եմ, ինձ հետ բերել եմ իրենց որպես օգնություն կառավարության գործունեության ծրագիրը 2021-26 թվականների, որը ազգային ժողովի կողմից վավերացվել է, եւ առանձնացրել եմ օրինակ այս հանձնաժողովի հետ կառավարության ծրագրի են բաժինները, էջերը, որոնք իրենց իրավասության ներքո են։ Եվ ես առաջարկել եմ, որ մենք միասին իրանց հետ կարդանք, տեսնենք արդյոք կառավարությունը ծրագիրը կատարում է թե չէ, որովհետև եթե կառավարությունը ծրագիրը չի կատարում, նշանակում է իրանք որպես պատգամավոր պարտավոր են այդ կառավարությանը անվստահություն հայտնել, նախաձեռն են։ Այսինքն ես առաջարկել եմ, որ այդ հանդիպումները բաց լինեն հրապարակային ուղիղ եթերում, այ քաղաքացիների մասով իհարկե այդ իմ խնդիրը չի, քաղաքացիները պետք է համաձայնություն տան, որովհետև երբեմն մարդիկ անձնական հարցեր են հանրայնացնելու չի կարելի։ Բայց իմ պարագայում այդ հանդիպումը, կոնկրետ իմ հանդիպում հանրաժողովի անդամների հետ Ռուբինյանի հետ, ես առաջարկել եմ, որ լինի բաց ուղիղ եթերում մարդիկ լսեն։ Ես ինչ տեսակետներ ունեմ եւ իրենց տեսակետները լսեն։ Եթե մարդիկ կմտածեն, որ ես եմ սխալ, թող ինձ քննադատեն, ասեն, որ ես սխալ նախաձեռնություն եմ ցուցաբերել։ Եթե կպարզե, որ իրենք են սխալ, պետք է գան միանան այս նախաձեռնությանը, միասին փորձենք առողջ տրամաբանությամբ շարժել։ Պարոն Ղազարյան, վերջերս նաև սոցիոլոգիական հարցում էր իրականացվել, իմպիչմենտի առնչությամբ նաև հարցադրում էր եղել, քաղաքացիները կարծեք դրական են արմատվել, թե դեռևս տոկոսային հարաբերությունը փողոցի կամ այլ մեթոդների իշխանափոխության զիջում է, ամեն դեպքում քաղաքացիները չեն մերժում իմպիչմենտի օրակարգը։ Ինչ կարծում, որ փուլում հնարավոր կլինի քաղաքացիների ակտիվ մասսան ապահովել հենց այս գործընթացի շրջանակում։ Մենք մեր քաղաքացիներին անհանգստություն չենք ուզում պատճառել անտեղի։ Տեսեք, ասենք օրինակ ես իմ բաժին պատասխանատվությունը չարչարանքը վերցրել եմ ինձ վրա առանց որևէ մեկի անհանգստացնելու։ Պարզա որ այս հարցերը, որոնք ես բարձրացնում եմ, դրանք իմ անձնական հարցերը չեն, ինձ անձնապես չի որ հետաքրքրում են։ Դա ինձ հետաքրքրում է որպես քաղաքացու։ Հետևաբար դա կարող է հազարավոր, 100,000-ավոր մարդկանց հետաքրի։ Բայց ես չեմ ուզում այդ մարդկանց հիմա անհանգստություն պատճառեմ, ասեմ դուք եկեք կանգնեք այս փողոցում, որպեսզի ես հանդիպեմ պատգամավորների հետ։ Ոչ, ես այդ հանդիպումները, այսինքն այդ բաժին ծանրությունը ես կվերցնեմ իմ վրա։ Եթե մեզ հաջողվի խելամտորեն պատգամավորներին բացատրել, իրանք առանց քաղաքացիների մասնակցության այս գործընթացը անեն, ուրեմն քաղաքացիների փողոց դուրս գալու կարիքը առհասարակ չի լինի։ Եթե պարզի, որ մեր տեսակետները հիմնավոր են, ժողովրդի աջակցություն են, պատգամավորները տամենը 50 հոգով, 60 հոգով փորձում են այս խելամտությանը, օրենսդրությանը դիմադրություն ցույց տան, այդ ժամանակ մենք կդիմենք մեր ժողովրդին, կասենք սիրելի ժողովուրդ, միայն ես չեմ կարող սրանց բան բացատրել։ Եկեք միասին մեր համատեղ ուժերով փորձենք սրանց բան բացատրել։ Այսինքն դա կլինի միայն ըստ անհրաժեշտության։ Մենք հենց այնպես մարդկանց
պատճառը չեք պատասխանում։ Բաղազա, եթե 44 օրյա պատերազմում պարտությունը ինչ որ բան չբացատրեց, չհամոզեց այդ պատգամավորներին, դրանից հետո ստորագրված փաստաթուղթը նոյեմբերի 9-ի այսպես կոչված կապիտուլյացիոն, եթե դրանից հետո բազմաթիվ գործընթացներ, որոնք եղան, չտարհամոզեցին հիշյալ պատգամավորներին, հատկապես ԿՊ-ականներին, ինչը պետք է համոզի, ինչը պետք է իրավիճակ փոխի։ Գիտեք, այնպես չի, որ չի համոզե եւ ամեն ինչը նույնն է մնացել։ 20 թվականի պատերազմից հետո իմ քայլը խմբակցությունից այն ժամանակ այդ խմբակցության կազմում գտնվող ցուցակով ընտրված 5 պատգամավորներ դուրս են եկել այդ խմբակցությունից։ Ընդ որում ոչ միայն դուրս են եկել, այլ նաեւ հիմա ակտիվ ընդդիմադիր հայացքներով պայքարում են դրա դեմ։ Օրինակ մեր Հայաստան խմբակցության մեր արգարժան գործընկեր Աննա Գրիգորյանը իմ քայլը խմբակցության համամասնակ պատգամավոր պիտի լինի, այսինքն այդ ցուցակով է ընտրվել, բայց իր գիտակցված խելամիտ հայրենանվեր դիրքորոշմամբ դուրս է եկել այդ հանցախմբից եւ հիմա ազնիվ ընդդիմադիր կեցվածքով պայքարում է, նույնը Թակուի Թովմասյանը, չէ՞, եղել է իմ քայլը խմբակցության պատգամավոր, պատերազմից հետո դուրս է եկել, հիմա պատիվ ունեմ խմբակցության կազմում, պայքարում է, եւս այլ Արսեն Ջուրֆալակյանը էլի պատգամավորներ կա, որ այն ժամանակ են դուրս եկել։ Այսինքն այն չի, որ ԿՊ-ից մարդիկ դուրս չեն գալի։ Բայց կա նաև Լուսինե Բադալյան, որ օրինակ հետո ասում է, որ ինքն ընդհանրապես էմոցիաների ֆոնի տակ է, հա, ԿՊ-ին քնովում ու ասում, որ դուրս է գալու։ Դե հիմա կարող է ասել, թե մարդիկ կան, որ բնավորությամբ կայուն չեն, սկզբունքայնություն չունեն եւ այլն։ Իրենց անձնական հատկանիշները մեզ քիչ է հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է որպես պատգամավոր իրենց գործունեություն։ Ամեն պատգամավոր հանրային ծառայող քաղաքական պաշտոն զբաղեցնող եւ ունի պարտականություններ։ Եվ եթե իրենք իրենց պարտականությունները չեն կատարում, մենք որպես քաղաքացի չենք կարող հաշտվել նրանց, ենթադրենք վատ աշխատանքի իրենց լիազորությունները չկատարելու հետ։ Հետևաբար մեր այս նախաձեռնությունը իմպիչմենտի միտված է պատգամավորներից պահանջելու կատարելու այն, ինչը որ իրենք սահմանել են այս կառավարության ծրագիրը, ես չեմ գրել։ Ոչ էլ ես հաստատել եմ, սա Նիկոլ Փաշինյանը գրել է եւ միայն ԿՊ-ի խմբակցությունն է հաստատել։ Հիմա ես եկել եմ ասում եմ, գրել եք, հաստատել եք, չէ՞, բան չի չեք կատարում։ Պարտավոր ես իրենցից ոչ մի այլ պահանջ, քան իրենց դիրքորոշումներն է, իրենց որոշումները կյանքի կոչելն է, չունեմ։ Ոչ մի պահասե գնաց չէ, որ ասեմ, այս ծրագրում ես ինչ դրույթը լավ չի։ Ես մտածում եմ, որ սա է լավ, սա արեք, ոչ։ Ասում եմ, ինչ գրել եմ, պատահական, ասեք, հիմա էլ կարամ ձեզ հետ վարություն անեմ։ 102 էջա, 4-ից սկսում է, մինչև 102։ Միայն ցանկացած թիվ ասեք, այդ էջը բացեք կարտան։ Ցանկացած։ Ես 25։ Ես տեսեք իստորիան հետո։ Գործարար եւ ներդրումային միջավայրի բայլաման համար կառավարությունը քայլեր է ձեռնարկելու արժեթղթերի շուկայի ակտիվացման եւ զարգացման ուղղությամբ։ Արժեթղթերի շուկայում ոչ մի դինամիկա 21 թվականից մինչև այսօր գոյություն չունի, ոչ մի ընկերություն արժեթղթ չի թողարկել, շուկան չի զարգացել, ոչ մի բան տեղի չունեցել։ Աջակցություն է տրամադրվելու ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման եւ լրացուցիչ խթանների միջոցով այդ ընկերությունների զարգացման համար։ Հիմա ես ուզում եմ մի հատ ընկերության անուն ասեմ, որի կորպորատիվ կառավարման զարգացումը տեղի է ունեցել 21 թվականից մինչև հիմա։ Բայց դրամաշնորհներ են տալիս, հարցը ուղղակի արդյունավետ են թե ոչ, բայց միլիոնավոր դրամաշնորհներ են դուրս գրվում տարբեր ընկերությունների համար, բայց արդյունավետությունը դեռևս Այո, հասկանալի։ հենց ձեր ասածը շատ խելամիտ հարցադրում է, որ հիմա կառավարությունը բացի դրանից, որ այս ծրագիրը չի կատարում, նաև կատարում է ծրագրային քայլեր քաղաքականություն, որ այս ծրագրում չկա։ Օրինակ, ոչ միտեղ գրած չի, որ պետք է հրաժեշտ տալ հին Հայաստանին եւ կառուցել իրական Հայաստան, որ պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը, որ Հայաստանի տարածքի 70%-ը պատկանում է Ադրբեջանին, որ Տավուշից պետք է տարածքներ հանձնել, այդպես բաներ էստեղ չկա գրած։ Այսինքն, այն ինչ որ չկա անում են Ալիևի պահանջով, այն ինչ որ գրել են չեն անում։ Հիմա մենք որպես քաղաքացիներ չի պիտի հաշտվենք այս իրողության հետ։ Օրինակ ինձ հետաքրքիր է Ռուբեն Ռուբինյանը գրել է, ամենի համար առանձնացել եմ, պատրաստված եմ եկել, ես իրանց հարգանքով եմ վերաբերվում իրանց գործունեությանը։ Ռուբեն Ռուբինյանը, այսօրվա հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ընդգրկված են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ստեղծված եւ ղեկավարվող այս պահին գործող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում։ Հիմա ես ուզում եմ իմանամ իրանք այդ հանձնաժողովին վերջին անգամ երբ են արել։ Իրանք
Պետք է չեն գտա, իրենք հիմա նաև փող են ստանում, նաև այս Ժողովի անդամ ելնելու համար, չէ։ Ռուբինյանին այլ ունեք։ Ռուբինյանին այլ քաղաքական ունեք հարցերի շրջանակում նախատեսել։ Բարձ բաց ասենք ես Ռուբինյանը դաժե կարար 3 գար մեր տուն։ Մի հատ իրար հետ ցեզ նախապես անցնեի, որ համար ոչ մի անակնկալ չլինի, որ ուղիղ եթեր ալելու, բայց սյուրպրիզ չլինի։ Ասեք գուցե նախապատրաստ։ Ապա ասում եմ, հիմա ասենք թե ժամ 2-ի համար եթե լսում ա թող նախապատրաստվի։ Օրինակ Ռուբինյանն ունի մի հատ խորհրդական, մի հատ օգնական, մի հատ գործավար։ Իմ նամակին չեն պատասխան։ Ուզում եմ անամ այսքանը վնդե ինչ են անում, որ մի քաղաքացու նամակի չեն պատասխանում։ Էդ էլ է իր հերթին։ Ուրեմն ինքը հայ-թուրքական գործընթացը ստացել է բանականացի կարգավիճակ, ճիշտ է։ Մեր երկրի սահմանադրության, պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը։ Ինքը ազգային ժողովի պաշտոնյա է։ Ով է իրան իրավունք տվել իրականացնել կառավարության ֆունկցիա։ Այսինքն կառավարությունը պիտի արտաքին քաղաքականություն իրականացնի, գա ազգային ժողովին, այդ թվում Ռուբինյանին հաշվետվություն ներկայացնի։ Հիմա Ռուբինյանը ոչ մի իրավական կարգավիճակ չունի, այսինքն վարչապետի որոշում չկա նրան հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու վերաբերյալ, ինչը կա օրինակ Սերդար Քլեչի պարագայում։ Բայց ինքը ասում է, Փաշինյանն ասում է, ես եմ իրան նշանակել, ինքը ինձ է հաշվետում։ Այնիշ պիտի մեր սահմանադրության լինի ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը մեկին նշանակել այդ գործում բանա գնաց, գործադիր իշխանությունից։ Նա գնար Ռուբինյանին հաշվետվություններ։ Հիմա ես ուզում եմ Ռուբինյանից իմանամ կարգը։ Ինքը ինչի է խախտում։ Եվ նա իրավունք տվել։ Ես օրինակ նաև հիմա պարոն Ռուբինյանին ասեմ, որ կարելի է ինքը լսի, որ ինքը նախապատրաստվի ընտանիքին զգուշացնի, որ կարող է ժամ 2-ից հետո ինքը գնա ազգային անվտանգության ծառայություն, որովհետև այնտեղ կա հատուկ վարչություն, կոչվում է սահմանադրական կարգի վերահսկման, չգիտեմ ինչ, վարչություն։ Ինքը պիտի ինքնախոստովանությամբ այս մեր բացատրական աշխատանքից հետո ներկայանա ասի այո, ես փաստորեն մեր երկրի սահմանադրական կարգը խախտել եմ, որովհետև սահմանադրությամբ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները տարանջատված եւ ինքը լինելով օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյա ապօրինի առանց որևէ իրավական հիմքի իրականացնում է գործադիր իշխանության գործառույթներ։ Պարոն Ղազարյան, բայց դուք նաև ասել եք, որ բարձրացնելու եք կամ հարցնելու եք նրանց դիրքորոշումը իմպիչմենտի։ Այո, անպայման, բա նամակս բերել եմ, ասում եմ իմ նամակին ինչի չեք պատասխանել, հենց այդ է ասում, ասենք մի խորհրդական, մի օգնական, մի գործավար ունի, Լետի Ռուբինյանն են, Աբո Պարշակյանը вообще մի եկա կոլեկտիվ հավաքի գծի։ Դրա ազգային ժողովի կայքում որ նայեք, էլ խորհրդական, էլ ռեֆերենտ, էլ օգնականներ, ինչ ասես ունի, ասենք մի քաղաքացու նամակը չեն պատասխանում։ Այո, պատրել ասեմ, ով է իրավունք տված, քաղաքացու որն գիտեք ես, Արսեն Թորոսյանը դա պատրել է քաղաքացու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։ Այսինքն շաբաթ օրը նշել են իրանց սահմանած քաղաքացու օրը, երկու շաբթի օրը գալիս աշխատավայր տենում է քաղաքացուց նամակ ստացել, կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կղազում։ Առանց կարդալու պատրում է քաղաքացու ստացված նամակը։ Ղազարյան, բայց ըստ էության լրացավ այն ժամկետը, որը ուղղված է խորհրդարանական խմբակցություններին, 10-օրյա, հիմա փաստացի նախաձեռնողներն են, վարչապետի տեխնացու առաջադրելու, եթե այո, ում տեխնացությունն է առաջադրելու եւ ներկայացնելու արդեն խմբակցություններին։ Մենք վարչապետի տեխնացու առաջադրելու դրամատրություն չունենք, դա բոլոր դեպքերում մնում է որպես պատգամավորների ֆունկցիա։ Այդ իմաստով հայտարարություններից մի քիչ հուսադրող է, պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը։ Իրենք ասում են չունեն, բայց ասել են, որ բաց են, պատրաստ են քննարկումների համար։ Այդ քննարկումները ես չի, որ իրանց համար պիտի անեմ, այդ նշանակում է իրենք էլ պիտի նախաձեռնեն եւ այդ քննարկումները անեն մյուս պատգամավորների հետ։ Եվ հուսով եմ, որ որոշակի խելամիտ ժամկետ մենք դեռ կսպասենք իրենց ներքին քննարկումների եւ այդ որոշումը կայացնելու համար։ Դա պատգամավորների իրավասանը վերաբերում է։ Ղազարյան, կարծես թե միակ գործունքային այս բանի Հովիկ Ղազարյանն է։ Ոնց է նույն հարցն եք տալի։ Հովիկ Ղազարյանն Հակոբ Ասլանյանն է նախաձեռնում եւ մայիսի 20-ին պատասխան հայտարարել վարչապետին։ Նորմալ է, այսինքն մեր առաջադրված խնդրի տեսանկյունից նորմալ է, որովհետեւ մենք մեր բոլոր պատգամավորներին անդաղ իրենց կարգավիճակից, որ որևէ մեկը դա նախաձեռնի, եւ եթե կան երկու պատգամավորներ, որոնք դա նախաձեռնում են, ես դրան նորմալ վերաբերում։ Բայց որ իրենք չեն միանում այն նախաձեռնությանը, որը երկրորդ նախաձեռնություն դեռ չկա։
Այն նախադրություն չկա, այս պահին իրանք էլ դեռ պաշտոնապես չեն մեկնարկել, այսինքն երբ որ լինի նոր այդ ժամանակ քննարկվի, օրինակ եթե պարզի որ իրենք ունեն նախաձեռնություն, որի տակ կա 2 պատգամավորի ստորագրություն եւ կա մի ուրիշ նախաձեռնություն, որտեղ կա 20 պատգամավորի ստորագրություն, կարծում եմ որ այդ դեպքում խելամիտ կլինի իրենցից ակնկալել, որ իրենք կմիանան այն նախաձեռնությանը, որի ընթացքի հավանականությունը ավելի մեծ է։ Ղազարյան եւ այնուամենայնիվ այս մի քանի օրերի ընթացքում Հայաստան Դաշինքի տարբեր ներկայացուցիչների մեկնաբանությունները իմպիչմենտի վերաբերյալ որքանով են ձեզ համար ընդունելի, օրինակ ընդդուք միջև ասում եք, որ անլրջացնում եք այս գործընթացը, ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին եք ջուր լցնում եւ այլն եւ այլն։ Գիտեք ինչ, այդ ընթացքում տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, բոլորին կարծում եմ պետք չի տրվել այդ մեկնաբանություններին ամենը չի նայում, մանավանդ որ այդ մեկնաբանությունները իրենք են տեղով անում։ Ես ուզում եմ հասկանամ, եթե մի բան վերաբերում է պատգամավորի իր պարտականությունների կատարման սահմանադրական կարգավորումն, դրա անուրջը ո՞րն է։ Ո՞նց կարա դա համարվի։ Ասում են, որ այս բային նախադրյալներ չկան։ Դե ոչ պայուն կա, 2022 թվականի օգոստոսի 2-ից իրենք դա անելու իրավունք ունեին, 2022-ից մինչև հիմա որ չեն արել, ոչ մի անգամ դրա նախադրյալները չի եղել, որովհետև այն նախադրյալները, որ իրենք վկայակոչում են, դրանք բազմիցս եղել են, ասում են փողոցում լինի անհրաժեշտ թվով մարդ, 2022 թվականի սեպտեմբերին հիշեք ինչքան մարդ էր հավաքված։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը ձեզ ուղիղ ասել է, որ իմպիչմենտին իրանց դաշինքը չի միանալու։ Ռոբերտ Քոչարյանը դա չէր կարող ասել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ազգային ժողովի պատգամավոր չի։ Մենք Ռոբերտ Քոչարյանին այդ հարցով չենք դիմել, մենք այդ հարցով դիմել ենք միայն ազգային ժողովի պատգամավորին։ Ռոբերտ Քոչարյանը դաշինքի ղեկավար չի, Հայաստան դաշինք գոյություն չունի, ընտրություններից հետո գոյություն ունի Հայաստան խմբակցություն, որի ղեկավարը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն, այլ Սերյան Օհանյանն է։ Եվ հենց Սերյան Օհանյանն ասում է, որ այս գործընթացը նաև իրենց վարկաբեկելու համար է քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելու, որոնք առաջիկա ընտրությունների համար կօգտագործվի։ Հիմա ասենք, որ ես եկել եմ այսօր քպեական պատգամավորներից հանդիպում, դա էլ է իրանց դեմ։ Հələ մենք ասենք էլի Սերյան ուժերը։ Մտավախությունը ո՞րն է ասես, իրենց մտավախությունը, որ հայտարարության տեքստը տարածում, իրար կիսվում են այդ հայտարարության տեքստը բոլոր պատգամավորները, ո՞րն է մտավախությունը իրենց այս բան, ինչով է առաջին խնդիրը իրենց իմպիչմենտը։ Դե փաստացին է, որ իրանք չեն նախաձեռնում դրա գործընթացը։ Ինչ ասում եք թե ինչու, բայց այդ նամակ Ես չեմ կարող ասեմ, այն մոտեցումները, որ իրենք են նշել իրենց հայտարարության մեջ, ինձ համար սկզբունքորեն անընդունել է։ Ես տպավորություն ունեի, որ այդ հայտարարության տեքստը իրենց համար գրել է իրենց թշնամին։ Որովհետև ասենք այնց պատճառաբանություններ են նշում, 8 հոգի ավանսով պատգամավոր ես պիտի իրենց համար բերեմ, հետո մի հատ 20 վերջնահաշվարկ, դրա հետ միասին ասես մեծ թվով մարդիկ, մամբուշ խմբակցություն նստում են այդպես բանը գրում։ Հələ մատ իրանց բերեք, ասեք, որ իրանց բերելու դժվարություն ունենք, բայց ոչինչ։ Բոլոր դժվարությունները կարծում եմ հաղթարել են եւ կհաղթահարեն։ Առանց բաց հրապարակումների հանրայնացման եղել են զանգեր, հանդիպումներ, թեկուզ ԿՊ-ականներից, որոնք ցանկանում են օրինակ մաս կազմել այս օրակարգին, ներքի պայմանավորվածություններ ունեք կուլիսային։ Չկա եւ չի կարող լինել այդպիսի պայմանավորվածություն, քանի դեռ չկա նախաձեռնություն։ Այսինքն այդ ամեն ինչը կարող է լինել միայն այն դեպքում, եթե կա նախօրինակ այսօր ես հիմա որ ԿՊ-ական կարծում եմ մեծ մասը ԿՊ-ից են, էլի դրա համար չնայած ընդդիմությունից էլ կան այս հանձնաժողովի անդամների, դե ուզում եք դա ասեմ, այս հանձնաժողովի կազմում են Վահե Ղալումյան, Արեն Մկրտչյան, Գառնիկ Դանելյան, Դավիթ Դանելյան, Միքայել Թումասյան, Լիլիթ Կիրակոսյան, Արման Ղազարյան, Տարոն Մարգարյան, Արթուր Սարգսյան, որում երեքը Հայաստան խմբակցությունից, մեկը պատիվ ունեմից, մյուսը ԿՊ-ից, այսինքն եթե ընդունելությունը հանձնաժողովի հետ է նշանակում է բոլորը պետքական։ Այսինքն մենք հիմա իրանց հետ չենք քննարկում կոնկրետ նախաձեռնություն, ինձ հետաքրքիր է թե իրանք ինչի չեն սկսում, յուրաքանչյուր մեկը ինչի չի սկսում նախաձեռնություն այս փաստերի պայմանը։ Իսկ երբ որ որևէ մեկը սկսի, ասենք օրինակ Հովիկ Աղազյանը կամ պատիվ ունեմը, եթե ունենան կամ Հայաստան դաշ չպիտի բացառը։ Որևէ մեկը եթե սկսի այդ նախաձեռնությունը, մենք արդեն կոթենք քննարկումներ տանել առարկական կոնկրետ նախաձեռնության շրջանը։ Վերջին հարցը, որտեղ 11:03-ի արդեն Պարոն Ղազարյան, Աննա Վարդապետյանի ազգային ժողովին ասելիք չունեք։ Աննա Վարդապետյանի տեսագրությունը Ղազարյան versus Ղազարյան նախագծի շրջանակներում կլինի այսօր կցուցադրվի ուրբաթ օրը։